այսօր հայ-ադրբեջանական հարաբերություններում կա երրորդ կողմ։ Եվ դա հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Սա շատ բան է փոխում, եւ սա վկայում է այն մասին, որ միայն Ադրբեջանի ցանկություններով չէ։ Բայց Ադրբեջանը փորձում է իր հասարակությանը համոզել, որ մինչև Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Կարող է ունենալ տեղի հետևյալը. Ադրբեջանը իր հասարակությանը կտեղեկացնի այն մասին, ենթադրենք այսպես, եւ հավանականությունը բավականին մեծ է, որ այդպես էլ կլինի, որ հիմա մենք կստորագրենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, իսկ հետո արդեն Հայաստանը փոփոխություն կիրականացնի իր սահմանադրության մեջ։ Իրականում Փաշինյանը կարող է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, ընդհանրապես քանի 100,000 ստորագրություն է պետք Հայաստանի սահմանադրությունով, կարելի է ստորագրություններ հավաքել եւ արդեն այդ հարցը դնել հանրակրվեի։ Բայց խնդիրը նրանում է, որ մենք չպետք է ենթարկվենք ադրբեջանական սադրանքներին, ադրբեջանական պահանջներին, իրենց սահմանադրության մեջ էլ կան բազմաթիվ կետեր, որոնք որ մեզ չեն գոհացնում։ Սահմանադրության փոփոխության հարցը ավելի շատ Հայաստանին պետք է դատարաններում դատաիրավական համակարգի փոփոխման համար եւ այլ հարցեր լուծելու համար եւ ոչ թե հենց հռչակագիրը դուրս բերելու համար Հայաստանի սահմանադրությունից, բայց Ադրբեջանում միանշանակ կփորձեն իրենց հասարակությանը ներկայացնել այնպես, որ ահա տեսեք, մեր պահանջով է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը անցկացնում է սահմանադրական հանրակրվե, սահմանադրության վերաբերյալ հանրակրվե։ Ընդհանուր առմամբ շատ վատ է այն խոսույթը, որը որ կա Հայաստանում, թե Ադրբեջանի պահանջով է Հայաստանի իշխանությունը փոխում սահմանադրությունը։ Սա շատ վտանգավոր խոսույթ է, կարծում եմ ու համոզված եմ, որ մենք այդ խոսույթից պետք է հրաժարվենք։ Իրենք խոսում են 3+3-ի մասին, երբ որ արդեն ոչ ոք այդ ֆորմատի մասին կարծես թե չի խոսում։ Ռուսաստանում շատ լավ հասկացել են մեկ բան, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվում են։ Ես պատահական չեմ համարում, որ հենց հիմա այդ հայտարարությունը արվեց։ Ես հիշեցնեմ, որ նախքան ընտրությունները մենք հաղորդագրություն ստացանք, որ Կարս ախալքալակ երկաթգիծը բացվեց, Հայաստանում պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ եւ երկաթուղուն հնարավորություն ունի միանալու նաեւ Հայաստանը։ Հարաբերող կողմը Հայաստանին, Թուրքիան եւ Վրաստանը, միայն Թուրքիան էլ չէ։ Թուրքիան եւ Վրաստանը։ Դրանից առաջ բեռնափոխադրումների մասով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թուրքիայի հետ եւ հիմա արգելքը հանվեց ուղիղ բեռների փոխադրման։ Փաստացի Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը ֆիզիկապես գոց է, բայց արդեն առևտուրը հնարավոր է Վրաստանի միջոցով, երկաթուղու միջոցով։ Այդ ամենը տեսնում են Ռուսաստանում եւ տեսնում են, որ սահմանն էլ շատ արագ, շատ շուտով կբացվի, տեսնում են նաեւ ընտրությունների այս արդյունքները եւ իրենք հասկանում են, որ իրենք դուրս են մնում բոլոր ֆորմատներից։ Եվ հիմա ստիպված իրենց քաղաքականության մեջ հայտարարությունների մակարդակով փոփոխություն է տեղի ունենում։ Կրկին հիշեցնում են 3+3-ի մասին, որ ինչ որ ձևով, ինչ որ չափով կարողանան մնալ տարածաշրջանում։ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, չէ՞ այդ ֆորմատում։ Բայց Վրաստանը չկա այդ ֆորմատի մեջ իրականում, քանի որ այնտեղ կա Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ Ռուսաստանի Դաշնությանը համար այդ ֆորմատը կարևոր է, որ ինչ որ ձևով մնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ, քաղաքական, արտաքին քաղաքական իմաստով նաեւ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ։ Եթե չլինի այդ ֆորմատը, Ռուսաստանը ընդհանրապես դուրս է գալիս հարավային Կովկասից եւ քաղաքական, արտաքին քաղաքական իմաստով այլևս չի կարողանում որևիցե լծակ ունենալ եւ բանակցողի դերակատարություն ստանձնել։ Ես կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է իրոք փոփոխության ենթարկվի եւ Ռուսաստանի ներկայությունը արդեն իզուր է այդ ֆորմատի մեջ, եթե Ռուսաստանին դուրս անեն, ապա այդ ֆորմատին միանշանակ կմիանա Վրաստանը եւ ամեն ինչ կարծում եմ կարող է իր տեղն ընկնել։ Ուրեմն շատ կարևոր պատմական հաստատող ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, ճիշտ է դեռ on-line, բայց շուտով ամսի 19-ին Շվեյցարիայում այն արդեն իրականում կստորագրվի, դրանից հետո 60 օր բանակցություններ են եւ հետո արդեն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ընդունի որոշում այդ պայմանագրի վերաբերյալ։
Հարցը նրանում է, որ Իրանը հրաժարվում է իր ատոմային ծրագրից։ Ամենակարևորը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հրաժարվում է ունենալ ատոմային ռումբ, նույնիսկ ձեռք բերել ատոմային ռումբ։ Սա Թրամփի համար ամենակարևորն էր։ Երկրորդը Իրանը պահանջում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից հեռացնել իր ռազմաբազաները տարածաշրջանից։ Իսկ մենք այսօր տեսնում ենք, որ այդ փաստաթղթում, որը որ massամբ հրապարակել հենց իրանական կողմը, այդ պահանջը փոխարինել է նրանով, որ չավելացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ներկայությունը տարածաշրջանում, ռազմական ներկայության մասին է խոսքը։ Կակետ 24 միլիարդ դոլարների մասին, որոնք որ սառեցված են Իրանին էին պատկանում, եւ հիմա այդ գումարը կամաց վերադարձվելու է Իրանին։ Կա խոսք նաև 300 միլիարդ դոլարի մասին, որը որ ի սկզբանե Իրանը ներկայացնում էր այնպես, թե որպես պատերազմի հետևանք Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր է տալ Իրանին, բայց այդտեղ էլ ձևակերպումը փոխվել էր իրանական հրապարակման մեջ, որից որ ես կարող եմ ենթադրել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրականում շատ ավելի խորը պայմանավորվածություններ կարող է տեղի ունենան ապագայում, բայց հիմա միանշանակ բանավոր դա քննարկվել է, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցները կարող են մեծ ներդրումներ սկսեն իրականացնել Իրանում։ Ու սա նշանակում է, որ կարող է շատ բան փոխվել Իրանի քաղաքականության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Բնականաբար մեկ օրվա ընթացքում դա տեղի չի ունենա, հեքիաթ կլինի, բայց դրա միտումները կարծես թե հիմա արդեն կարող են նկատվել։ Չեմ ուզում շտապել, բայց ես ահա այդպես եմ տեսնում եւ այդպես եմ նկատում, որ կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ապագայում արդեն համագործակցություն ծավալվի։ Ինչ վերաբերվում է Իսրայելի կեցվածքին, դա ինչ որ միտեղ բնական էր, բայց ես չեմ հասկանում, թե Իսրայելը ինչպես կկարողանա շարունակել իր այդ քաղաքականությունը, եթե չունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հավանությունը։ Իսկ մենք գիտենք Թրամփի կոշտ կեցվածքը, Թրամփի մոտեցումները տարբեր հարցերի նկատմամբ եւ մարդկանց նաեւ նկատմամբ, եթե ինքը լարվում է անձերի անհատների նկատմամբ, ինքը ամեն շատ է անհատականացնում, անձնականացնում, դրա համար ես չեմ կարծում, որ Նետանյահուն այստեղ շահի, եթե շարունակի այդ քաղաքականությունը Լիբանանի նկատմամբ կամ միայնակ ի վիճակի լինի պատերազմ սկսել Իրանի նկատմամբ։ Ապրենք, տեսնենք։ Այո։ Մեր տարածաշրջանին սա մեծ հնարավորություններ տալիս է, ես կարծում եմ, որ TRIP-ի համար հնարավորությունները ավելի լավանում են, այսինքն խնդիրներ մենք չպետք է որ ունենանք արդեն Իրանի հետ, հենց TRIP-ի մասով քիչ առաջ Փաշինյանը նույնպես ողջունել էր այդ խաղաղության համաձայնագիրը եւ կարծում եմ սա մեզ համար եւս շատ կարեւոր իրադարձություն է։ Միանշանակ եւ շարունակելով այո իհարկե Իսրայելը երբ որ ռմբակոծում է Լիբանանը այս ընթացքում Թրամփը տեղեկացրեց որ խնդրել է դիմել է իրանական կողմին որպեսզի պատասխան հարված չլինի բայց երբ որ Թրամփը այսպես ասած այլևս չմիջամտի միանշանակ Իրան-Իսրայել էլի ճակատում լինելու է, համաձայն չեք։ Շատ մեծ է հավանականությունը, բայց Իսրայելը մեկ ուրիշ բան է հաշվի առնում, քանի որ իրենք բավականին մեծ ազդեցություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության վրա, ինչպես ներսում, այդպես էլ դրսում, այսինքն նաև արտաքին քաղաքականության վրա իրենց լոբի շնորհիվ Իսրայելին մնում է ուղղակի զգուշացնել Թրամփին, որ եթե դու այդպիսի քաղաքականություն սկսես վարել, մեր նկատմամբ դու կունենաս խնդիրներ։ Այսինքն դա մնաց Իսրայելի հիմնական լծակը։ Իմ պատկերացմամբ։ Մեզ համար կգնամ ամենակարևորը այն է, որ տարածաշրջանում շատ բան փոխվում է ի օգուտ մեզ։ Հիմա ինչ է կորցնում այդ պայմանավորվածություններից Իրանը կամ ինչ է կորցնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեզ համար կարևոր չէ, քանի որ այդ պայմանավորվածությունների որից է կողմի կորուստները մեզ համար կորուստ չեն։ Նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չաջակցեն Իսրայելին, միևնույն է դա շատ մեծ վնաս է հասցնելու մեզ, քանի որ Իրանը չի կարողանալու զարգանալ։ Բայց ես չէի շտապի այդպիսի գնահատականներ տալ, թե ոչինչ տեղի չի ունենա, հիմա խաղաղություն կհաստատվի կամ հակառակը պատերազմական գործողությունները կշարունակվեն Իրանի եւ Իսրայելի միջև։ Բայց մեկ բան ակնհայտ է, որ եթե Իսրայելը հանկարծ որոշի
ռազմական գործողությունները շարունակել ընդդեմ Իրանի, ապա այս պայմաններում, երբ որ ինքը չունի Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը, կարող է փորձել ակտիվացնել ադրբեջանական մասը, քանի որ կային հրապարակումներ նաև ամերիկյան մամուլում, որ Ադրբեջանում շատ լուրջ ներկայություն ունի Իսրայելը, այսինքն իրենք կարող է փորձեն նաև այդ քայլին դիմել։ Չեմ կարող ասել որքանով կհաջողվեն, քանի որ հիմա Ալիևը հետաքրքիր շատ քաղաքականություն է կառուցում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ դրանից բացի Ալիևը հասկացավ, որ Իրանը այնպիսի պարտություն չկրեց, որը որ շատ-շատերը սպասում էին, բայց Իսրայելին մնում է դիմել այնպիսի քայլերի նաև ինչ-որ չափով ներքաշելով Ադրբեջանը։ Այսինքն դրա համար շատ դժվար է հիմա այս առումով կանխատեսումներ անել։